հուշահամալիրում և տեսել եք կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները 3 մույթերում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և տեսել եք չնորոգված մույթերի դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն և հույս ունեմ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ։ Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոցը դնեին և շարունակեին, բայց մենք կանխեցինք դա, որովհետև 3 ամենավատ վիճակում գտնվող մույթերը, որոնք ունեին շտապ և անհետաձգելի նորոգման կարիք, մենք իրականացրեցինք այդ շտապ և անհետաձգելի նորոգումը և ինչպես տեսնում եք, ապրիլի 24-ին նույնպես նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ։ Ավելին, 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի շենքի շահագործման պահից ի վեր թանգարանի տանիքը կաթում է, թանգարանի տանիքը կաթում էր և այս ընթացքում մենք տանիքի առնվազն մի մեծ հատվածը ամբողջությամբ նորոգել ենք և բերել ենք այնպիսի տեսքի, որը պատշաճ է թանգարանին։ Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևություններ են արել, որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան 3 մանեթանոց լացի հարթակ։ Եվ այսօր մի ուրիշ բան եմ տեսել սոցիալական ցանցերում, ինչ-որ մարդիկ էլի գոռում գոչում են և պատերազմի եռագլուխ կուսակցությանը պատկանող լրատվամիջոցները անխնա և ինչքան ջանք ունեն տարածում են, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակված է առավոտից քաղաքացիների համար։ Սիրելի քաղաքացիներ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 67 թվականից երբ որ բացվել է, արարողակարգային միջոցառումների պահին մի կես ժամ, 40 րոպե, մի ժամ, թե ժամուկես, ես դա կոնկրետ չեմ կարող ասել, փակվում է արարողակարգային միջոցառումների համար, որովհետև հատուկ արարողակարգով ծաղկեդրում պետք է տեղի ունենա, պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը և այլն, և այսպես շարունակ, և եթե այդ արարողակարգային միջոցառումները տեղի չունենան, դա ևս մեկ լրացուցիչ աղմուկի պատճառ կդառնա, թե ահա Հայաստանի կառավարությունը և պետական իշխանության մարմինները հրաժարվում են իրականացնել այդ արարողակարգային միջոցառումները և հետևաբար արդեն 67 թվականից անընդհատ ամեն տարի տեղի ունեցող այս իրավիճակի վերաբերյալ լացուկոծ դնողների դիրքորոշումը և մոտիվացիաները առնվազն նույնպես հասկանալի են։ Նրանք պարզապես դեմ են պետությանը, պետությունը ունի արարողակարգեր, պետությունը ունի պարտավորություններ, պետությունը ունի ընթացակարգեր և Հայաստանի Հանրապետությունը այսօր ամենաբարձր մակարդակով, ինչպես երեկ, ինչպես նախորդ ողջ շրջանում, պետք է հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Եվ ես ուզում եմ մենք բոլորս հետևություններ անենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 3 մանեթանոց լաց դնողների գործելակերպից, որոնք սնվում են, 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու,
պատմությունը գնահատելու և մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Այս մտածումների և հաստատակամության վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր և ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել և գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով և այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։ Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը։ Մենք ի վերջո դուրս ենք եկել այս թակարդից
եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի եւ զոհողությունների գնով մենք վերգտել ենք մեր հայրենիքը եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։